Օրհնյալ է մեր Աստվածը, եղբայրներ, քույրեր։ Ով է մարդը, որ կարողանա Աստծուն փառավորի։ Ով է մարդը, որ կարողանա Աստծու հետ մեկանա։ Բայց Աստված ինքը խոստմունք է տվել մեզի։ Իր խոսքի համաձայն, իր խոստմունքի համաձայն մենք այսօր հնարավորություն ունենք իր հետ հաղորդակցվելու։ Եղբայրներ, քույրեր, ինձանից սկսած ոչ մեկ արժանինքներ չունի այստեղ։ Մենք պետքա խորը գիտակցենք, որ հավիտյան անարժան ենք։ Բայց նաև պետքա խորը գիտակցենք, որ Աստված խոսք է տվել։ Աստված խոստմունք է տվել, որ մենք իրան հանդիպենք, իր հետ մեկանանք, հավիտյան իր հետ լինենք։ Որն է Աստծո սիրո ապացույցը, գիտենք։ Շատերս գիտենք, չէ՞։ Աստծո խոստմունքների եւ Աստծո սիրո ապացույցը Աստծո որդու թափած արյունն է, Տեր Հիսուս Քրիստոսի թափած արյունն է։ Եթե արյան մեջ շաղախված ենք, եթե բազում մեղքերից պարտված ենք, սիրելի Աստծո ժողովուրդ, բայց եթե մենք Քրիստոսին ընտրել ենք որպես կյանք, եթե մենք Հիսուսին այո ենք ասել, մենք հիշենք, որ Աստված դրա համար մեզի հայտարարում է արդար։ Սա մեր հետ կապ չունի, սա իր հետ է կապված, փառք իրան։ Եղբայրներ, քույրեր, ինքը սիրում է մեզի եւ մեզ համար արյուն է թափել եւ ուզում է, որ մենք իր հետ հանդիպենք։ Երբ որ մարդը Աստծու հետ հանդիպում է, Աստված իր ծրագիրը կատարում է մարդու կյանքում, որպիսի կրթի, որպիսի դաստիարակի, որպիսի առաջնորդի եւ հասցնի երկինք։ Մեր փափագը ձգտումը լինի, որ իր հետ հանդիպենք եւ տեսնենք Աստված ինչ է ուզում անի մեր հետ։ Հանդիպենք իրան ու տեսնենք Աստվածից ծրագիր ունի մեր կյանքում։ Հանդիպենք իրան ու տեսնենք Աստված ոնց է տանում մեզ եւ ուր է տանում մեզի։ Առանց իրան հանդիպելու չենք կարող գնանք, եղբայրներ, քույրեր։ Եվ ինչ է կատարվում, երբ որ մարդը Աստծուն հանդիպում է։ Սիրելի Աստծո ժողովուրդ, երբ որ մարդը Աստծուն հանդիպում է, առաջի հերթին ինքը իր կուրսքն է ծեծում։ Ես չեմ տեսել մի մարդ, որ մարդը Աստծուն հանդիպի ու դիմացինի կուրսքը ծեծի։ Ես չեմ տեսել մի մարդ, որ Աստծուն հանդիպի ու դիմացինի մեղքերը թվարկի։ Երբ որ մարդը Աստծուն հանդիպում է, ինքը իր կուրսքն է ծեծում ու ինքը իրան է մեղավոր տեսնում։ Ինչ կատարվեց, երեք երիտասարդականում էլ սրա մասին խոսացինք, որոշ ես ուզում եմ սրա մասին այստեղ էլ զրուցենք իրար հետ եւ նորից աղոթքով կգանք Տիրոջ առաջ։ Ինչ կատարվեց Պետրոսի կյանքում, երբ որ հանդիպեց Հիսուսին, ուրանալուց հետո հանդիպեց Հիսուսին։ Եղբայրներ, քույրեր, ուզում եմ կարդալ Ղուկաս ավետարան 22-րդ գլուխ 60 համարից լավ կարդամ, 60-61 համարները, մինչև 62-ը։ Բայց Պետրոսը ասավ, ով մարդ, չեմ գիտեր ինչ խոսես դուն, իր խոսքը դեռ բերանն էր, երբ հավը խոսեցավ, Տերը դարձավ ու Պետրոսին նայեցավ։ Պետրոս ալ միտքը բերավ Տիրոջ խոսքը, որ իրեն ասել էր, թե դեռ հավը չխոսած 3 անգամ պիտի ուրանաս զիս։ Պետրոս դուրս ելնելով դառնապես լացեց, իր կուրսքը ծեծեց։ 4 ավետարաններում գրված է Պետրոսի ուրացման մասին, բայց Ղուկաս ավետարանում, միայն Ղուկաս ավետարանում գրված է, որ Հիսուսը դարձավ ու Պետրոսին նայեց։ Եղբայրներ, քույրեր, եթե Հիսուսը Պետրոսին չնայեր, եթե Հիսուսի հայացքը չկպներ Պետրոսին, Պետրոսի մեջ այդ զղջումը կլիներ, Պետրոսի մեջ այդ դառը լացը կլիներ, եղբայրներ, քույրեր։ Ինչ հանդիպում կայացավ, երբ որ Հիսուսը Պետրոսին նայեց։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այս խոսքերը, որ գրված է, մենք պետքա տեսնենք, թե մեր առօրյա կյանքում ինչ է կատարվում, թե մենք ոնց ենք ապրում։ Պետրոսի մինչև ուրանալը Հուդան էր մատնել, չէ՞։ Պետրոսը տեսել էր, թե չէ, որ Հուդան մատնել է Հիսուսին։ Տեսել էր։ Բայց Պետրոսը Հուդայի մեղքը չհիշեց տեղ։ Մինչև Պետրոսի ուրանալը բոլոր առաքյալները ծրվեցին։ Պետրոսը չասեց, ես ու Հովհաննեսը եկանք գավիթը մտանք։ Մենք որովհետև միայն Հովհաննեսն ու Պետրոսն էին գավիթը մտնել։ Մնացածը բոլորը փախել գնացել էին։ Պետրոսը դա էլ միտքը չբերեց։ Երբ որ Հիսուսը հանդիպեց Պետրոսին, երբ որ Հիսուսը տեսավ Պետրոսին, այդ հայացքը ուղեց, Պետրոսը ոչ մեկի մեղքը չհիշեց, մենակ իր մեղքը հիշեց։ Իր կուրսքը ծեծեց ու դառնապես լաց եղավ։ Դրա համար էլ բժշկություն գտավ։ Այսօր ինչքան մարդիկ կա, որ դիմացինի մեղքերն են հիշում։ Ինչքան մարդիկ կա, որ դիմացինների կուրսքն են ծեծում, եղբայրներ, քույրեր։ Աստված ուզում է, որ մենք զղջման հոգի ունենանք,
Աստված ուզում է, որ մեր կուրծքը ծեծենք, որպեսզի բժշկություն գտնենք։ Ես մի քանի տեղ ուզում եմ Աստծո խոսքից կարդալ եւ պետքա նորից աղոթք անենք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Ինչ կատարվեց, երբ որ Պետրոս առաքյալը Պենտեկոստեի օրը քարոզեց։ Ինչ կատարվեց։ Երբ որ Պետրոս առաքյալը քարոզեց, ժողովրդի կյանքում, ժողովրդի սրտերի մեջ գրված է Գործք առաքելոց 2-րդ գլուխ 37 համարից։ Երբ ասիկա լսեցին, ժողովուրդը լսեցին, եւ այդ ժողովուրդը շատ էին, 3000-ից ավելի են, իրենց սրտերուն մեջ զղջացին, զղջում կատարվեց։ Եվ ըսին Պետրոսին ու մյուս առաքյալներին, մարդիկ, եղբայրներ, ինչ անենք։ Երբ որ խոսքը կպնում է մարդու սրտին, երբ որ հանդիպում է կայանում Աստծու հետ, մարդու ներսը զղջում է առաջանում, եւ ասում է խոնարհությունով, կոտրվածությունով, մարդիկ, եղբայրներ, ինչ անենք։ Պետրոսը ասավ անոնց, ապաշխարեցեք ու ձեզ մե ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար ու Սուրբ Հոգիի պարգևը պիտի ընդունեք։ Աստծո խոսքը, երբ որ մարդի սրտին կպնում է, զղջում է առաջանում եւ հարց առաջանում, ինչ անեմ։ Պողոսը, երբ որ Սողոս էր եւ իրան Սավուղ անվանեցին, որովհետեւ Սավուղն էր հալածում։ Եղբայրներ, քույրեր, երբ որ հանդիպեց Հիսուսին, Սողոսը ասեց, ինչ անեմ, Տեր, ինչ ես ուզում որ անեմ։ Ինքը իր արդարությունը չբերեց։ Ինքը չասեց, որ 8 օրվա թլպատված եմ։ Չասեց, որ գամաղելի ոտքը մեծացած եմ։ Իր արդարությունը չբերեց։ Ասեց, ինչ ես ուզում որ ես անեմ։ Իրան մեղավոր տեսավ։ Իրան անարժան տեսավ։ Մարդը ուզում է իր միշտ արդարություն առաջ բերի։ Մարդը ուզում է իր իրավունքները առաջ բերի։ Աշխարհում կա մարդու իրավունքների պաշտպան, որ մարդու իրավունքներն առաջ տանում, բայց շատ ժամանակ մարդու իրավունքներն ու մեղքի իրավունքները խառնում են իրար։ Մարդը իր իրավունքներն առաջ տանում, բայց ոչ թե մարդու իրավունքն աստեղ առաջ գնում, այլ մեղքի իրավունքն առաջ գնում, եղբայրներ, քույրեր։ Բայց Աստված ուզում է, որ մարդը տեսնի, որ ինքը հավիտյան անարժան է, ոչ թե իր իրավունքները առաջ տանի։ Եվ Պետրոս առաքյալն ասեց, ապաշխարեցեք եւ մեղքերի թողության համար մկրտվեցեք։ Այս խոսքի վրա ինչ հավատք առաջացավ այս ժողովրդի մեջ, ինչ հավատք առաջացավ, որ նույն գլխի 41 համարում գրված է, անոնք, որոնք սրտանց ընդունեցին անոր խոսքերը, սրտանց ընդունեցին, ոչ թե իմիջայլոց, մկրտվեցան։ Երբ որ մկրտություն է լինում, ասում է մկրտվեցեք մեղքերի թողության համար, այտենց գրված է։ Այսինքն մկրտվեցին, մեղքերի թողություն եղավ այդտեղ։ Եվ ինչքան ժողովուրդ էր այդտեղ, այն օրը 3000 հոգի իջավ ավելացան։ 3000 հոգի մի քարոզի ժամանակ զղջում ապրեցին։ 3000 հոգի մի քարոզի ժամանակ մեղքերի թողության համար մկրտվեցին։ Մեղքերի թողության համար մկրտվեցին։ Բայց այսօր մարդը նայում է իր կողքերը, այս ինչը լավ չէր, այս ինչը վատ քարոզեց, այս ինչը վիճակ չունի։ Դու տես չես շինվի, ես տես չեն շինվի։ Եթե ես դիմացինի կուրծքը ծեծեմ, դիմացինի մեղքերը նայեմ, ես հոգևոր կյանքում կառույց չեմ ունենա։ Ես հոգևոր կյանքում շինություն չեմ ունենա։ Բայց երբ որ մարդը զղջում է իր կուրծքն ծեծում, մեղքերի թողության համար մկրտվեցին, 3000 հոգի ավելացան, եղբայրներ, քույրեր։ Եթե մարդը ինքը իր կուրծքն ծեծում, ինքը դա նույնիսկ մարմնավոր հիվանդություններից է բժշկվում, այդտեն Սուրբ Գիրքն է ասում։ Երբ որ մեղքերի թողություն է լինում։ Եվ ինչ է կատարվում հաջորդ համարում, Գործք առաքելոց 3-րդ գլուխ 18 համարում գրված է, 18-19 համարը, բայց Աստված ինչ որ նախապես իր բոլոր մարգարեներուն բերնով հայտնել էր Քրիստոսին չարչարվելուն մասին, այնպես կատարեց։ Նորից շարունակում առաքյալը, ուստի ապաշխարեցեք, բայց ապաշխարության հետ մեկտեղ ինչ է ասում, դարձի եկեք ու դարձի եկեք։ Այնտեղ գրված ապաշխարեք, որպեսի մեղքերդ ինչ լինի, մեղքերի թողության համար, ապաշխարությունն ու մկրտությունը, բայց տեղ ասում է, ուստի ապաշխարեցեք ու դարձի եկեք, որպեսի մեղքերնիդ ջնջվի, ոչ թե միայն մեղքերի թողություն լինի, այլ մեղքերը ջնջվի, որպեսի խշմտանքը մաքրվի, եւ շարունակության մեջ ասում է, որպեսի սփոփանքի ժամանակներ գան, Տիրոջ երեսեն եւ նախապես ձեզի քարոզված Հիսուս Քրիստոսը ղրկե։ Եղբայրներ, քույրեր,
Երբ որ մարդը նաև ապաշխարությունից հետո դարձի է գալիս, իր կուրծքն ածեցում եւ դարձի է գալիս, իր ոչ թե մեղքերի թողություն է լինում, այլ իր մեղքերը ջնջվում է եւ իր հոգեվոր կյանքում սփոփանքի ժամանակներ է գալիս։ Այսօր շատերի համար սփոփանքը իրանց ֆիզիկական հարցերի լուծումն է, բայց Սուրբ Գիրքը սփոփանքը ասում է, որ մարդ Աստված հանդիպման ժամանակ մեղքերի թողության եւ ջնջման ժամանակ է լինում։ Մարդը հոգեպես իրան երջանիկ ազգում։ Մի եղբայր կար քարոզիչ Ռիչարդ Վումբրանդ, երևի լսած կլինեք։ Ինքը շատ մեծահարուստ մարդ է եղել, բայց երբ որ Աստծուն ճանաչել է, Տիրոջ համար նախատվել է, բանտերի մեջ է եղել, ասում է ես շատ երկրներ եմ եղել, շատ մեծահարուստների հետ է շփվել, բայց ասում է այդ բանտի խուցի մեջ, Տիրոջ ներկայության մեջ ամենաքաղցր ժամանակն եմ ես ապրել։ Կարևոր չի մարդը ֆիզիկապես որտեղ է լինում, կարևորը մարդը Աստծու հետ է լինում, Քրիստոսի հետ մեկացած է լինում, ու ինքը իր հոգևոր կյանքում իրան երջանիկ ազգում, անկախ նրանից թե որտեղ է։ Հոգևոր կյանքը, երբ որ մարդը հոգևոր կյանքում, երբ որ զղջման կյանք է ապրում, երբ որ խոստովանություն անում, ինքը հոգեպես իրան ազատ ազգում։ Մենք դա զգացել ենք, թե չէ։ Երբ որ մարդը իր կուրծքն ածեցում, երկու հոգի գնացել էին աղոթք անելու։ Փարիսեցին ու Մաքսավորը ինչ կատարվեց։ Փարիսեցին դիմացինի մեղքերն էր հիշում։ Իր իրավունքներն էր, իր արդարությունն էր առաջ տանում։ Միգուցե սխալ չէր էլ ասում, բայց չի գրված, որ ինքը արդարացած էր։ Մաքսավորը ուղղակի իր կուրծքն էր ծեծում։ Միգուցե շատ մեղքեր ուներ, բայց Սուրբ Գիրքը սովորացնում է մեզի, որ ինքը իր տուն գնաց արդարացած։ Եթե մարդը հոգեպես իրան արդար ազգում, հոգեպես իրան երջանիկ էլ ազգում, հոգեպես իրան թեթևել ազգում, եղբայրներ, քույրեր, ինքը իրան ուրախ ազգում։ Չեմ տեսել մի հոգի դիմացինի կուրծքը ծեծելով իրան հոգեպես երջանիկ զգա ու թեթև զգա։ Եվ երբ որ մարդը խոստովանություն անում, պետքա նաև մերժի ինձանից սկսած, որպեսզի կարողանանք բժշկություն գտնենք, եղբայրներ, քույրեր։ Նայեք ինչ է կատարվում Գործ Առաքելոց 19-րդ գլուխ 18-ից 20 համարները։ Հավատացյալներեն շատերը կգային ու կխոստովանեին ու կպատմեին իրենց ըրացները։ Ինչքան հրաշալի է, որ մարդը խոստովանություն անում։ Խոստովանության հետևը մեծ հաղթություն կա, մեծ բժշկություն կա։ Եվ ասма կախարդության հետևողներեն գրքերնին մեկտեղ բերելով ամենուն արչև կայրեին, անոնց գինը հաշվեցին 50,000 արծաթ դահեկան գտան, եւ այսպես Տիրոջ խոսքը մեծապես կաճեր եւ կզորանար։ Մարդիկ գալիս էին իրանց մեղքերը խոստովանում էին, բայց խոստովանությունից հետո չէին գնում ուղղակի իրանց ապրած կյանքով, այն ինչ որ արել էին հատուցանում էին վերջում։ Եղբայրներ, քույրեր, Աստծո խոսքն ասում է իրանց գրքերը բերեցին ու բոլորի առջև այրեցին։ Մենք սա կարդացինք։ Դրանց գինը 50,000 արծաթ էր։ Երբ որ Հիսուսը 5,000 հոգու պետքա կերակրեր, Աստծո խոսքն ասում է 200 դահեկանի գումար է պետք, որպեսզի այսքան ժողովրդին կերակրենք։ Այս 5,000 հոգուն կերակրենք։ 50,000 դահեկանը հաշվեցի, 1,250,000 մարդու կերակրել էր սա։ Կանանց երեխաներին չհաշված։ Եթե մի այդքան էլ հաշվեին կանանց երեխաներին 2.5 միլիոն մարդ ապրում, կերակրվում։ Հիմա 2.5 միլիոն մարդ կերակրելու համար ինչքան գումար է պետք այսօրվա դրությամբ, եղբայրներ, քույրեր։ Այդքան գումար իրանք բերեցին ուղակի այրեցին։ Չասեցին ափսոս է այս գրքերը, վաճառենք այս գրքերը, աղքատներին կտանք այս գրքերը, բարի գործեր կանենք, ոչ։ Ուղղակի բերեցին, այրեցին, որովհետև սա Աստծո խոսքին դեմ էր, որ կարար մի ազգ այս գումարով կերակրվեր, եղբայրներ, քույրեր։ Մենք պետքա այն ինչ որ վերցրել ենք, պետքա հատուցանենք։ Ես չեմ ասում կա այդ ձևի մարդ ստեղ, բայց այդ հոգով պետքա ապրենք, այդ հոգով պետքա շարժվենք։ Դուք երևի լսած կլինեք, մեր Ցիմերման եղբայրը պատմա Գերմանիայում, ասենք, մեքենաների, վթարների, ապաների հետ կապված ինչ որ գործեր էին սարքում, մի հոգի այդ ձևի ինչ որ մի վիճակի մեջ էր ընկել։ Եվ երբ որ ապաշխարել էր, զղջացել էր իր արածի համար ու երկար ժամանակ անցել էր, տարիներ էր անցել։ Գնացել էր ոստիկանություն, ասել էր ես բաներն եմ արել։ Հիմա իմ համար արգելք կա, որ ես երկինք մտնեմ։ Դուք նայեք, տեսեք ինչ եք որոշում, որ հանկարծ ինչ որ մի արգելք չլինի։
ասում է, այս ոստիկանությունը ապշած նայում էին ինձի, կյանքում նման բան չէին տեսել, տարիներ անցել։ Եվ ասեցին դու գնա, մենք քեզի պատասխանը կտանք։ Անցավ մի շաբաթ, ասում է նամակ եկավ ինձի այդ եղբորը։ Ասում ասեցինք մենք քո գործը քննել ենք եւ քո հանդեպ ոչ մի խնդրեմ չունենք։ Ազատ կարող ես երկինք գնալ։ Մենք մեր կողմից ոչ մի արգել չունենք քո հանդեպ։ Երկինքի առաջ մեր կողմից դուռը բաց է, գնա։ Եղբայրներ, քույրեր, սա հրաշալի կյանք է։ Սա հաճելի կյանք է, որ մարդը հոգեպես իրան ազատ ազգում։ Եվ չեմ տեսել մի մարդ, որ ինքը ելի եմ ասում, դիմացինի կուրծքը ծեծի, դիմացինի մեղքերը հիշատակի, ինչ որ իր խելքից դուրս բաներ անի, ու իրան հոգեպես թեթև զգա, հոգեպես լավ զգա։ Բայց մարդը կարող է ուղակի իր կուրծքը ծեծի ու արդարացած գնաց տեղից։ Մենք ինչի համար ենք եկել ստեղ։ Եկել ենք, որ Աստծուն հանդիպենք, ոչ թե եկել ենք ունկնդրենք, եկել ենք Աստծուն հանդիպենք, եկել ենք իր հետ հաղորդակցվենք, եկել ենք իր հետ մեկանանք, եկել ենք իր քաղցրությունը ճաշակենք ու իր ներկայությունը վայելենք, որովհետև ստեղից դուրս մենք այդ հնարավորությունները չունենք։ Թող Տերը օգնական լինի մեզ, եղբայրներ, քույրեր, եւ միտեղ էլ ուզում եմ կարդալ Աստծո խոսքից Ղուկաս ավետարան 5-րդ գլուխ 20 համարը, 5-րդ գլուխ 20 համարը։ Երբ որ մենք տեսնում ենք այն անդամալուծին, որ բերեցին Տիրոջ առջև, երբ որ տեղ չկար մտնելու, տանիքը քանդեցին, ինչ կատարվեց այս մարդու կյանքում, եղբայրներ, քույրեր, տանիքը քանդեցին, իջացրեցին, անդամալուծ էր, բժշկության կարիք ուներ, բայց Հիսուսը ինչ արեց, ավելի մեծ բան արեց։ Գրված է 20 համարում, Հիսուսը տեսնելով անոնց հավատքը ըսավ անոր, ով մարդ, քո մեղքերդ քեզի ներված են։ Եղբայրներ, քույրեր, Հիսուսը գիտեր, եթե այս մարդու հիվանդությունից բժշկեր, անդամալուց պարկած էր, հիվանդությունից բժշկեր, իր մեղքերը իր մեջ էր մնալու, իր մեղքերը իր հետ էր լինելու, ինք իրան լավ չէր զգալու, ֆիզիկապես կարող է առողջ լիներ, բայց հոգեպես տառապանքի մեջ էր լինելու։ Եթե մարդը հոգեպես տառապանքի մեջ է լինում, եթե մարդը հոգեպես սոված է լինում, հոգեպես ծառավ է լինում, սովից մարդու հոգին ոռնում է, բայց մարդու մարմինը չի ոռնում։ Դրա համար էլ Սուրբ Գիրքը մեզի սովորացնում է, որ շատ կարևոր էր, որ այս մարդու առաջի հերթին մեղքերի թողություն լիներ, մեղքերից ազատագրվեր, իր մեղքերը ջնջվեր։ Աստված գիտեր, որ սա պետք է իրան, բայց նա էլ էր պետք։ Եվ շարունակության մեջ գրված է. դպիրներն ու փարիսեցիները սկսան խորհել ու ասել, ով է ասիկա, որ հայհոյություններ կնե, ով կրնա մեղքերի թողություն տալ, բայց միայն Աստված։ Հիսուս իմանալով անոնց խորհուրդը պատասխան տվավ ու սավ անոնց. սրտերնուդ մեջ ինչ կխորհեք, որը ավելի ձյուրին է, քու մեղքերդ քեզի ներված են ասելը, թե ելիր ու քայլե ասելը։ Բայց որպեսի գիտնաք, թե որդին մարդու իշխանություն ունի, երկրի վրա մեղքերի թողություն տալու իշխանություն ունի։ Սա մեծ բան է, եղբայրներ, քույրեր, ըսավ անդամալուծին, քեզի կսեմ, ելիր մահիճը տար ու տունդ գնա։ Ու ինքը վեր կացավ ու իր տունը գնաց, եղբայրներ, քույրեր։ Սա էր հրաշքը, որ առաջի հերթին իր մեղքերը ներվեց, իր մեղքերը ջնջրվեց, իր մեղքերը մաքրվեց։ Երբ որ մենք այդ թողությունը ունենում ենք, երբ որ մեր մեղքերը ջնջվում է, ինչ ասում Սուրբ Գիրքը, ես ուզում եմ նորից կարդալ Ղուկաս ավետարան 19-րդ գլուխը, վերջի համարը 20 համարը ինչ ասում, այսպես Տիրոջ խոսքը մեծապես կաճեր ու կզորանար։ Որտեղ էր աճում, որտեղ էր աճում ու զորանում։ Մեր մեջ, եղբայրներ, քույրեր, երբ որ մարդը խոստովանություն անում, երբ որ մարդը զղջում է, երբ որ մարդը Տիրոջ առաջ կոտրված է լինում, երբ որ մարդը հատուցում է տալիս, Սուրբ Գիրքը ասում է, Տիրոջ խոսքը աճում էր ոչ թե ուրիշ տեղ, այլ մարդու ներսը, Աստծո խոսքը աճում է մարդու ներսը, եղբայրներ, քույրեր, եւ ասում է, խոսքը մեծապես էր աճում եւ զորանում էր։ Ուզում ենք Աստծո խոսքը մեր ներսը աճի։ Ուզում ենք մենք զորավոր մարդիկ լինենք, մենք պետք է զղջում ապրենք, մենք պետք է խոստովանություն անենք, մենք պետք է առաջ հերթին մեր կուրծքը ծեծենք, սիրելի եղբայրներ, քույրեր։ Աշխարհում շատ մեղքեր կան, բայց Սուրբ Գիրքը մեզ ուրիշ բան է սովորացնում։ Առաջ հերթին մեր աչքի մեջինը հանենք։ Թող Տերը օգնական լինի։ Աստված սիրում է մեզի։ Աստված շատ է սիրում, եղբայրներ, քույրեր։ Դրա համար էլ իր խոսքն է տվել, որ այդ խոսքը մենք ընդունենք, որ այդ խոսքով մենք բժշկվենք, որ այդ խոսքով մենք մաքրվենք, որ այդ խոսքով մենք զորանանք եւ հոգեվոր կյանքում հաղթական կյանք ապրենք։ Փառք Տիրոջը։
Եկեք մեր սրտերը բաց անենք, անկեղծ աղոթք անենք։ Սուրբ Գիրքը ասում է, բաց արա քո բերանդ ու ես պիտի լեցնեմ։